Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը, ընկալել հանճարի խոսքերը, հասկանալ խոսքի բարդ դարձվածքները։ Սկզբում պետք է կարդաք Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների առաջին համարի այս տողերը, հետո նոր կառավարության հրապարակած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաթեթը, որպեսզի հասկանաք այնտեղ գրված նախադասությունների ճիշտ իմաստը, քանի որ Նիկոլ Փաշինյանը վստահ է, դրանք այն չեն, ինչ առաջին հայացքից թվում է։ Իհարկե փորձում եմ ճանաչել իմաստությունս խրատերի իմանալս բանս հանճարով, բայց չեմ մեջբերի Աստվածաշունչը, բայց մեր դասարանի Հովսեփյան Մուրադն ասում էր սփխեչը մարտի 8-ը կտրում է։ Դուք սկսել եք բանակցությունները ձեր սեփական կետից։ Ինչ նամակ ա գրել Սերժ Սարգսյանը, իդեպ մի քանի տենց նամակ ա եղել։ Եվ ինչ հայտարարություն ա արել ՀԱԿ գործող նախագահը 96 թվականի դեկտեմբերին, դա մետաֆիզիկա էր։ Այս իրավիճակը, որը ստեղծվել է, եւ այս փաստաթղթը, դա մեծ պայթյունից հետո ստեղծված իրականությունն է։ Կառավարության ղեկավարի վստահեցմամբ որևէ բանակցային փաթեթում երբևէ գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։ Եվ մեկնաբանությունը այդ թվում եղել է N, եւ դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն պետքա ըստ Ադրբեջանի մեկնաբանության պետքա տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում եւ նրան պետքա մասնակցեն Լեռնային Ղարաբաղ։ Ինչ նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն։ Նշանակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւ այլն եւ այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունների ամբողջ գործընթացը եղել է աշխարհաքաղաքական թակարդ։ Նրա խոսքով 13 մասից բաղկացած հրապարակված փաթեթը ցույց է տալիս, թե ինչպես էր այդ գործընթացով սահմանափակվում Հայաստանը։ Վարչապետը պնդում է, իրենք կարողացել են մեր երկիրը դուրս բերել այդ աշխարհաքաղաքական թակարդից։ Դրա ապացույցը հաստատված խաղաղությունն է։ Ու նաեւ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, 19 թվականի առաջարկն արտահայտում է նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը։ Ես էլի ձեզ ասում եմ, եթե կունենայինք շատ լավ վիճակ, այս ամսի 2011 թվականի 19 թվականի թղթի առաջարկը արտահայտում է նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը։ Դուք էլ այն ժամանակ կոալիցիայի մեջ էիք, համաձայնվեիք, լուծեինք, պրծնեինք։ Եվ մենք այս խնդրից ձեր առաջարկած լավ վիճակը կբերեիք։ Այսինքն ինչ եք ուզում մեզանից։ Եվ Լեռնային Ղարաբաղի հարցի փաթեթը հրապարակելով կառավարության ղեկավարը վստահ է, խոսելու բան այլևս չկա։ Բոլոր հարցերի պատասխանները տրված են, հետևաբար հայտարարում է, պետք է դադարել խոսել նախկինների մասին։ Շնորհակալ եմ։ Փոխարենը ըստ նրա կան բազմաթիվ կարևորագույն հարցեր, բայց այդ ամենի կենտրոնում պետք է լինի պետությունն ու պետական շահը։ Հայաստանի պետական պարտքը հատել է 6 տրիլիոն դրամի շեմը եկող տարվա ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարել են Հայաստան խմբակցության падգամավորները։ Իշխանական թևի ներկայացուցիչներից ընդդիմադիրները հետաքրքրվել են, թե Հայաստանի տնտեսական աճի վրա ինչ ազդեցություն է ունեցել արտաքին պարտքի ներգրավումը, ինչ հավելյալ բարեկեցություն է ապահովել հավելյալ պարտքը Հայաստանի քաղաքացիների համար։ Թեժ բանավեճի է վերացվել օդի աղտոտվածության թեման։ Ընդդիմադիրները ԿՊԱ-ականներին մեղադրել են ստեղծված իրավիճակի համար, հայտնելով, որ շինարարության թույլտվության արդյունքում է մայրաքաղաք Երևանում սահմանագծից զգալիորեն բարձր օդի աղտոտվածության ցուցանիշ արձանագրվել։ Օդը կեղտոտ է, որովհետև դուք եք կեղտոտել։ Այդ անսանտ շինարարական աճը, որը դոպինգի էֆեկտ է ունեցել տնտեսական, խնդրում եմ ասեք, չխանգարեն կամ ավելացրեք։ Կանգնեք, ասում եք օդը կեղտոտ է, որովհետև դուք եք կեղտոտ, հետո վերաձևակերպում եք, ասենք դա ինչ ասելու բան է։ Երկրորդը, եկաք ամբյոնից ասեցիք, մենք կառավարությանը հարցրել ենք, եթե պարկ չներգրավեիք, ինչպիսին կլիներ ազդեցությունը տնտեսության վրա, ու ասում եք, ինձ էլ պատասխանում էին, հո դոկտոր չենք վարձելու։ Այդ ինձ նկատի ունեք, պարոն Խաչատրյան։ Ես հետո գնացել եք մի հատ 2 էջանոց գրառում եք արել, բայց ես այդպիսի բան չեմ ասել։
Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր օրակարգի հաստատման եւ պատրաստակամության մասին են խոսել Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը։ Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր օրակարգի հաստատումը։ Քննարկվել են Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, դրանց ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ ենթակառուցվածքների փոխկապակցվածության եւ տնտեսական գործակցության խթանման ուղղված նախաձեռնությունները։ Զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դիմակայության ամրապնդման քայլերին, ինչպես նաեւ մոտակա բարձրաստիճան միջոցառումներին Երևանում նախատեսված եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներին։ Դեկտեմբերի 8-ին կամ 9-ին պարզ կլինի Հայաստանի ավիավոլորտը դուրս կգա արդյոք Եվրամիության սև ցուցակից, թե ոչ։ Ի պատասխան քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին այս մասին ազգային ժողովում ասել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Падգամավորը նշել է, որ օրեր առաջ Եվրամիությունից հայտարարություն եղավ, որ Հայաստանի ավիավոլորտի սև ցուցակում հայտնվելը քաղաքական որոշում չէ, այլ բացառապես տեխնիկական։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քաղաքավիացիայի կոմիտեն հայտնել էր Եվրամիության ավիացիոն սև ցուցակից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքները ավարտված են։ ԵԱՀԿ-ի հետ կապված լավատեսության պատճառներ չկան, սակայն դեռևս կա հնարավորություն խուսափելու ԵԱՀԿ-ի փլուզումից։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հոդվածում։ Ընդգծում եմ, լավատեսության պատճառներ չկան, թունելի վերջում լույս կա, սակայն կա հնարավորություն խուսափելու ԵԱՀԿ-ի փլուզումից գոնե առայժմ, նշել է Լավրովը։ Նա շեշտել է, որ դա պահանջում է, որ կազմակերպության բոլոր անդամները վերադառնան Հելսինկյան սկզբունքներին, հավասար եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է Մինսկի գործընթացի եւ դրանքից կառույցների փակման մասին։ Բյուջեի վերանայված նախագծի համաձայն էկոնոմիկայի նախարարության ծախսերը աճել են 38.4 միլիարդ դրամով, այսինքն հասել են 113 միլիարդ դրամ։ Արդարադատության նախարարության կարիքների համար ծախսերը ավելացել են եւս 1.2 միլիարդ դրամով, հասնելով 25.5 միլիարդ դրամ։ Շրջակա միջավայրի նախարարությունը լրացուցիչ 341.6 միլիոն դրամ կստանա, իսկ առողջապահության նախարարությունը լրացուցիչ 1 միլիարդ դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կստանա 1.2, ԿԳՄՍ-ն 3.8 միլիարդ դրամ։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ, այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Բյուջեի ծախսերը առաջին փուլի համեմատ նվազել են 0.9 միլիարդ դրամով ընթացիկ ծախսերի մասով։ Նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ։ Նախարարը նշել է, բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ падգամավորներից ստացել են շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասը ընդունվել է։ Նոյեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 23122 արցախցի, քաղաքացիություն ստացել է 15819։ Այս մասին հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից, որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նոյեմբերի 7-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար հավաստագիր է ստացել 3323 ընտանիք, որից 1237-ը արդեն ստացել է հավաստագիրը։ Ամերիկայում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Սերժիո Գորին ընդունել է դեսպանատանը զրուցակիցները քննարկել են TRIP նախագիծը, միջտարածաշրջանային հարաբերությունները եւ արտահայտել փոխադարձ համագործակցությունը եւ պատրաստակամությունը ոլորտի կարգավորման հարցերում։ Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով հանրագիր Տաշիր կապիտալի դիմումը Հայաստանի էլեկտրական ցանցերում 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ օգուտի հաշվին բնակչության համար էներգիայի արժեքը նվազեցնելու վերաբերյալ։ Դեռ ամիսներ առաջ մերժեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատճառաբանելով, թե հաջորդ կիսամյակի ընթացքում գուցե այդ միջոցները նվազեն, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը, գումարի չափն անցնող ամիսների ընթացքում ավելացավ, գերազանցելով 6 միլիարդի շեմը եւ ընկերությունը երկրորդ անգամ դիմեց ոլորտը կարգավորող մարմնին, մինչև այս պահը արձագանք չստանալով, եւ մեր ձևով շարժումը հիմա պահանջը դարձնում է հանրային, նախաձեռնելով համապետական ստորագրահավաք։
փաստը արձանագրված է, որ մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը եղել է մեր երկրում հստակ գործընթացներ, հա, հեծը բնականon աշխատանք է ունեցել ու հենց այդ ավելացված գումարի արդյունքում իրենք նախապես դիմում էին ներկայացվել։ Հիմա հակառակ իրավիճակն է առկա ավելի շատ։ Հստակ մարդիկ, սեփականատերերը առաջարկ են անում այդ գումարը չվատնել եւ օգտագործել ի օգուտ բնակչության։ Ներքին գործերի նախարարությունը ակտիվ վերահսկողություն է իրականացնում ստանդարտին չհամապատասխանող աուդիո համակարգերով եւ խլացուցիչներով մեքենաների նկատմամբ։ Նոյեմբերին ստուգվել է 1706 ավտոմեքենա, որոնցից 277-ը հայտնաբերվել է որպես կանոնների խախտող։ Սարքավորումները առգրավվել են։ Աշխատանքները շարունակվում են, իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Իսկ վարորդներին կոչ է արվում ինքնակամ հեռացնել ոչ ստանդարտ սարքավորումներով օրենքի խստագույն կիրառությունից խուսափելու համար։ Ինչու աշխատանքից չի ազատվել Արթիկ քրեակատարողականի պետի տեղակալը, որի որդին զորականում իր հասակակիցների հետ ծեծել էր մի տղայի եւ տեսագրել դա հեռախոսով։ Այս հարցին ի պատասխան Սրփուի Գալյանը լրագրողներին կոչ է արել իրավիճակին նայել այլ տեսանկյունից։ Ռուբեն Գասպարյանի որդին միջադեպից հետո 20 օր կալանքի տակ է պահվել եւ ոչ ոք նրան գրավով չի ազատել։ Ըստ Սրփուի Գալյանի դա դրական զարգացում է։ Նրա խոսքով առայժմ Գասպարյանին աշխատանքից ազատելու հիմքեր չկան։ Եթե լինեն, արդարադատության նախարարությունը կվերանայի հարցը։ Եղանակային պայմանների պատճառով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը անցել են ուժեղացված ծառայության։ Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ավտոմեքենաների համար պարտադիր է միայն ձմեռային անվադողերով երթևեկելը եւ պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկում է պահանջի կատարումը։ Նախարարությունը կոչ է անում վարել միայն ձմեռային անվադողերով։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժգիծը, այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով։ Ծառայությունը գործում է առաջնորդվելով միջազգային լավագույն փորձի եւ էթիկական օրինակելի չափանիշներով։ Թեժգծի մասնագետները կլսեն առանց քննադատության կտրամադրեն հոգեբանական աջակցություն եւ անհրաժեշտության դեպքում կուղղորդեն այլ ծառայությունների աջակցությունը համալիր դարձնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպան Մանասյանը դեկտեմբերի 3-ին հաշվանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ ընդգծել է պետության պարտավորությունը ապահովելու նրանց հավասար իրավունքներն ու լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքում։ Նա նշել է, որ դեռ կան համակարգային խնդիրներ եւ կարեւոր է, որ յուրաքանչյուր քայլ ուղղված լինի ներառական հասարակության ձևավորմանը, անձի արժանապատվության հարգմանը եւ հասարակական համերաշխության ամրապնդմանը, ինչը ներկայացնում է ոլորտի զարգացման հավաքական պատասխանատվություն։ Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում, շրջանառվում է գրիպի H3N2 տիպի վիրուսները, ախտանշաններն են բարձր ջերմություն, քթահոսություն, մկանահոդացավ։ Շրջանառվում են նաև ռինո, բոկա, ադենովիրուսներ եւ պարագրիպի հարուցիչներ։ Սուրշնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է համաճարակային ֆիլտր, որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։ Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է։ Դեկտեմբերի 2-ին Արմավիր Երևան ճանապարհին բախվել են 25-ամյա Կարենի Մերսեդեսը եւ 21-ամյա Գևորգի Օփել Զաֆիրան։ Վերջին 20-ամյա ուղևորը տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում են, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում 55-ամյա Վարդանը Մերսեդեսով բախվել է Երկաթե Էլեկտրասյանը հայտնվել խոտածածկույթում։ Վարորդն ու ուղևորը, ովքեր հայր ու դուստր են, վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարծարայության Վանաձորի թիվ 2 շերջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Դեկտեմբերի 1-ին Արտաշիսյան փողոցում բախվել են 26-ամյա Ալբերտի BMW-ն եւ 39-ամյա Աբգարի Hyundai Elantra-ն։ Վերջինը հայտնվել է հեղուկ գազի լցակայանի տարածքում։ Բժիշկների հերթապահումը վարորդներին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Դեկտեմբերի 3-ին 36-ամյա Արշակ Պետրոսյանը ընթանալիս Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում նկատել է, որ Hyundai-ից ծուխ է դուրս գալիս, կանգնել է դուրս եկել, սակայն մեքենան միանգամից բռնկվել է։ Սկզբում վարորդն է պայքարել կրակի դեմ ու նաև քաղաքացիները, հետո փրկարարծարայության Վարշապատի շրջփրկարարական ջոկատի շրջները մարել են այն։
տեսադաշ կա, մեքենան սենց գալիս աստեղից։ Պետք է ցարթեվի։ Եվ Արշակունյաց 46 շենքի մոտ գտնվող ճանապարհի վրա վարորդների տեսադաշտն ամբողջությամբ փակվել է կրպակի ու ժանգոտած գիսակառույց տաղավարի պատճառով։ Վարորդները չեն նկատում մյուս մեքենայի շարժը, նաև թեքահարտակն օգտագործել չեն կարողանում։ Խնդիրը օր առաջ պետք է լուծվի Անվասայլակներով ուշադրություն են հրավիրում։ Հիմա ոչ մի կերպ չի հնարավոր։ Հա փողոցում են գնում, չհաշված։ Այն կողմի մեքենան գալիս է, ստեղից գալիս է, ամբողջ օրը վտար։ 3 ժամ Նիկոլ Դուման առաջին շենքը վթարային դառնալու ճանապարհին է։ 1 տարի է շենքի որոշ հատվածներում գարշահոտություն է, իսկ կեղտաջրերն ու անձրևաջրերը լցվում են նկուղ։ Պատճառը գյուղատարերի թերի նորոգումն է։ Թաղապետարանը եկել է, տրուբեքը սաղ խդած է, փոխել է։ Բայց գործը կիսա տարված էլի։ Նիսա։ Սենց էթում այն տրուբինա կպնում, գնում է այն պատի մեջով, էթում է դեպի լուկ։ Այդ պատի մեջ արդեն տրուբեն վնասված է, էդի պիտի փոխեն։ Վիոլան էդի պիտի փոխի, դրսում է։ Վիոլան, հա, դրսում է, դրսից միջև պատվալի քոքը ինքը պիտի փոխի։ Արաբկիրի թաղապետարանն ու Վեոլիա ջուրընկերությունը խնդրի լուծումը մեկը մյուսի վրա են գցում։ Փոխարենը շենքի հիմքերն են օրորի ավելի քայքայվում։ Կեղտաջրերը, կոյուղաջրերը թափում, լցվում են ամբողջ նկուղով։ Մեկ նախ տարածքում տիրում է հիմի եղանակը սառնա, տիրում է գարշահոտ վիճակ։ Նկուղի պատերին արդեն իսկ ճաքեր են առաջացել, օր առաջ խովակաշարերը պետք է նորոգեն, հակառակ դեպքում ամեն օր ապրելն այստեղ դառնալու է ավելի վտանգավոր։